Բժշկուհի հայտնի է, որ կերատոկոնուս կոչվող հիվանդությունը ավելի բնորոշ է այնպիսի հինազգերի, ինչպիսիք են օրինակ հրեաները եւ հայերը։ Կխնդրեի ներկայացնել ինչ է կերատոկոնուսը։ Ինչու ճիշտն ասած չեմ կարող բացատրել, երևի թե դա ինչ որ գենաֆոնդի հետ կապված խնդիր է եւ դա Իրանից ներկայացնում է եղջերաթաղանթի, աչքի ամենաառաջի թաղանթի դիստրոֆիայի տեսակը դա, որը որ կլինիկորեն սկսում է արտահայտվել վաղ տարիքում, այսինքն դպրոցական հիմնականում տարիքում եւ շատ տարբեր է իր ընթացքը։ Այսինքն կա բավական ագրեսիվ, շատ արագ զարգացող տեսակ, որ արդեն 14-15 տարեկանում ստիպված են կատարել փոխպատվաստում, այսինքն թաղանթի ամբողջական փոխելը օտարից վերցրած հյուսվածքով։ Կա ավելի մեղմ տեսակ, երբ որ 20-25 տարեկանում նոր ի հայտ է գալիս կլինիկորեն, այսինքն հիվանդը սկսում է գանգատվել, որ տեսողությունը նվազում է, ստուգումները արվում է եւ հայտնաբերվում է, որ տվյալ անձի մոտ կա սկսվող կերատոկոնուս հիվանդություն։ Պատճառը մինչև հիմա վերջնական պարզ չի, ինչի դեր ասած, պես հինազգերի մոտ է հենց զարգանում, շատ հանդիպում այդ խնդիրը։ Խնդիրի բուն պատճառը նա է, որ հյուսվածքը չունի համապատասխան կարծրություն, այսինքն այսպես կոչված կոլագեն նյութը, որը ապահովում է եղջերաթաղանթի կարծրությունը եւ դա չի փոփոխվում տարիների ընթացքում, տվյալ անձանց մոտ պակաս է, բնածին պակաս է այդ նյութի քանակը եւ տարիների ընթացքում հյուսվածքը դառնում է ել ավելի փուխր, էլաստիկ եւ բարակում է, կորցնում է իր ճիշտ անատոմիկ կառուցվածքը, կլորությունը, անունը հենց այդտեղից էլ բխում է, կոնաձև է դառնում, այսինքն սրվում է դեպի դուրս։ Որոնք են կերատոկոնուսի զարգացման փուլերը։ Ընդունված է ակնաբուժության մեջ կլասիֆիկացիան առաջի, երկրորդ, սկսվող, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ սուր կերատոկոնուս։ Սկսվող կերատոկոնուսը շատ հաճախ հնարավոր չի հայտնաբերել միայն նախնական ստուգումներով ակնաբուժական, այսինքն առաջին ինչ անում է ակնաբուժը, երբ որ հիվանդը դիմում է գանգատներով, ստուգում է տեսողությունը։ Եվ շատ հաճախ սկսվող կերատոկոնուսով հիվանդները բավականին լավ տեսողություն են ունենում։ Գանգատներ կան իհարկե, շողք, կրկնակի զույգ տեսնելը շատ հաճախ նշում են, բայց տոկոսը տեսողության կարա բավական երկար պահպանվի բարձր։ Մինչև չարվի բավականին սպეციფიկ ստուգումներ, այդ սկսվող կերատոկոնուսը շատ դժվար է, նույնիսկ փորձառու ակնաբուժները շատ դժվար են կողմնորոշվում, որ այստեղ կարող է պատահի կա եւ սկսվող կերատոկոնուս։ Սովորաբար դուրս է գրվում ակնոց կամ լինզաներ կոնտակտային ու ըստ արդեն ընթացքի հիվանդը բնականաբար դիմում է նորից վատացումով տեսողության ու այստեղ արդեն անհրաժեշտ է իհարկե սպეციფიկ այդ լայնածավալ ստուգումները կատարվի, որպեսզի հայտնաբերվի կերատոկոնուսը։ Սպეციფიկ ստուգումներից ամենակարևորը դա եղջերենու տոպոգրաֆիկ ստուգումն է, որը որ նույնիսկ շատ սկսվող կերատոկոնուսի դեպքում արդեն հուշում է բժշկին, որ ստեղ պետք է հսկվել կամ բուժել արդեն իսկ կամ մի խոսքով ուշադիր լինել տվյալ անձին, որտեղ կա կասկած, որ կարող է զարգանալ կերատոկոնուս։ Առաջի աստիճանը տենց մի քիչ կոնկրետ ասել ինչով է բնութագրվում մի քիչ դժվար է, այսինքն կան չափանիշներ իհարկե ակնաբուժության մեջ, որ SSS ստուգումների այս արդյունքի դեպքում արդեն համարվում է առաջի աստիճան, հետո երկրորդ, երրորդ, չորրորդ։ Խոսեմ սուր կերատոկոնուսի մասին, որը որ երևի թե տհաճ փուլն է այդ հիվանդության, երբ որ այնքանով է բարակում եղջերաթաղանթի կենտրոնը, որ սկսում է հեղուկ հավաքել մեջ, այսինքն այտուցվել, պղտորվել։ Եվ դրա դեպքում արդեն միանշանակ պետք է արվի փոխպատվաստում եւ ինչքան շուտ այդքան լավ, որպեսզի առաջի հերթին աչքը պահպանվի որպես օրգան եւ հնարավորին չափով ապահովի տեսողություն։ Հնարավոր է արդյոք կանխել կամ առհասարակ բուժել կերատոկոնուսը։ Այո, արդեն իսկ կարող ենք առաջարկել հիվանդներին կանխող միջամտություն, որը 4 տարի առաջ ուղղակի չկար Հայաստանում, մենք արդեն 4-րդ տարի կատարում ենք այդ գործողությունը, որը կոչվում է cross-linking, մի քիչ բառը
բարդ է, բայց կանոնը այդպեսին է։ Ինչով է, ինչն է ամենակարևոր այդ գործողության, որ գործողությունը գրեթե չունի բարդություններ։ Դա վիրաբուժական մեթոդ չի, համարվում է ֆիզիոպրոցեդուրա, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրա, որի միջոցով կարծրացվում է այդ թուլացվող հյուսվածքը։ Օգտագործվում է ընթացքում ռիբոֆլավին, վիտամին B կոմպլեքսը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթ։ Էֆեկտը գործողության անմիջապես չենք տեսնում։ Դա ժամանակ է պահանջում եւ առաջի ստուգումը գործողությունից հետո կատարվում է 5-6 ամիս անց, արդեն հասկանում ենք ինչպես է արդյունավետությունը։ Կանխվել է իրոք, դրական փոփոխություն կա, թե կա որոշ բացասական ազդեցություն, այսինքն բացասական ընթացք, քանի որ բժշկության մեջ շատ կարևոր է ընտրել մեթոդ բուժման, որի դեպքում մինիմալ են բարդությունները, իսկ կրոսլինքինգը հենց այդպիսինն է, առաջի քայլը կերատոկոնուսի ժամանակ բուժման ժամանակ դա իհարկե կրոսլինքինգն է։ Կա եւս մեկ միջամտություն, որը արվում է այն դեպքում, եթե կրոսլինքինգը բավարար չի, այսինքն չի օգնել։ Միևնույնն է հիվանդի մոտ գնում է վատացում, դա այսպես կոչված կերարինգ միջամտությունն է, որ արդեն վիրաբուժություն է։ Այսինքն կա բարդություններ, որոնց դեպքում բավականին լուրջ խնդիրները առաջ կարականգնի հիվանդը։ Այժմ կխնդրեի ներկայացնել, թե ինչպիսին է լինում եղջերաթաղանթի վիճակը մինչև կրոսլինքինգի իրականացումը եւ ինչ արդյունքներ ենք ստանում հետո։ Եթե աչքը թույլ է տալիս կատարել կրոսլինքինգ, կան չափանիշներ, որի դեպքում օրինակ արդեն կրոսլինքինգ անել անիմաստ է ուղղակի, արվում է կերարինգ կամ փոխպատվաստում։ Եթե աչքը թույլ է, աչքի բոլոր չափանիշները թույլ են տալիս կատարել կրոսլինքինգ, մենք միանշանակ անում ենք սկզբից կրոսլինքինգ։ Ինչու էլի կրկնեմ, որտեվ ապահով է եւ բարդություն չունեցող միջամտություն է։ Երևի թե այդքան փուլը չի կարևոր, ինչքան հենց եղջերաթաղանթի տեսքը եւ չափանիշները։ Օրինակ, եթե եղջերաթաղանթի հաստությունը կենտրոնական հատվածում 400-ից պակաս է, կրոսլինքինգ անել արդեն դառնում է մի քիչ անիմաստ։ Կամ եթե տեսանելի արդեն անզեն աչքով երևում է, որ թաղանթի կենտրոնը բավականին արտափքված է, արդեն փոփոխված է, ավելի ճիշտ է անցնել կերարինգի։ Կան վիրաբուժներ, որոնք ստեղ մի քիչ տարբեր են կարծիքները վիրաբուժների, մի մասը ասում է արեք սկզբից կերարինգ, մի մասը ասում է սկզբից կրոսլինքինգ, մենք մեր հիվանդանոցում այդ պրինցիպով ենք շարժվում, որ եթե աչքը թույլ է տալիս, ուրեմն անում ենք սկզբից ապահովը առանց բարդությունների, այսինքն կրոսլինքինգը։ Որքան են պահպանվում դրական արդյունքները այս միջամտությունից հետո։ Սա նույն հիվանդի երկու աչքն է, սա աչքն է, սա ձախն է։ Կերատոկոնուսի то есть այս ստուգման դեպքում, եթե հիվանդի եղջերենին առողջ է, այսինքն չկա ոչ մի խնդիր, այս կարմիր հատվածը պետք է չլինի։ Այսինքն եթե կա կարմիր գույն այս քարտեզի վրա, ուրեմն մենք գործ ունենք որևիցե մի դիստրոֆիկ պրոցեսի հետ։ Հիմնականում դա կերատոկոնուսն է։ Այս առաջի պատկերը դա մինչև գործողություն, մինչև կրոսլինքինգն է արված, սա կատարված է 3-6 ամիս լրացած կրոսլինքինգից հետո ստեղ ակնհայտ է դրական փոփոխություն, այսինքն կարմիր հատվածը բավականին փոքրացել է եւ այս համեմատական քարտեզի վրա մենք կենտրոնում տեսնում ենք կապույտ գույն։ Դա նշանակում է, որ կոնաձևությունը բավականի չափով տափակել է, այսինքն բուն հիվանդության այսինքն մենք այստեղ ունենք ոչ թե կանխած վիճակ, կանգնած վիճակ, այլ նաև դրական փոփոխություն։ Ձախ աչքը նույն հիվանդի, որը որ ի սկզբանե ավելի վատն էր, նույնիսկ այս աչքում ունենք դրական փոփոխություն։ Այս առաջի պատկերն է մինչև կրոսլինքինգ, սա նորվա պատկերն է, էլի փոքրացած կարմիր հատվածով եւ այստեղ կապույտ գույն։ Ասեմ հետեւյալը, որ քանի որ ինքը կրոսլինքինգը շատ հին
մեթոդ չի բուժման, այսինքն ամբողջ աշխարհում երևի թե ունի 7-8 տարվա կյանք։ Այսինքն շատ հեռանկարային ստուգում հսկված հիվանդներ քիչ են իհարկե, որոնց օրինակ 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ արվել է այս գործողությունը եւ 10 տարի ինքը հսկվում է, ոչ մի խնդիր չունի, բայց 7-8 տարին էլ քիչ փորձ չի։ Երևի մեր փորձից խոսեմ, միգուցե եթե 4 տարի մենք արդեն անում ենք այս հիվանդության բուժումը եւ Հայաստանում շատ են դիմողները, երևի 5-10%-ի մոտ որ արդյունավետությունը մի քիչ այն չի, որը որ կուզեինք, այսինքն բավականին մեծ տոկոսով այս 4 տարվա ընթացքում հսկված հիվանդների մոտ չկա բացասական փոփոխություն։ Համենայն դեպս ոչ մի կերատոկրոսլինքինգ անցած հիվանդին դեռ կարիք չի եղել կատարել կերարինգ կամ փոխպատվաստում։ Կան հիվանդներ, որոնց մոտ գնում է վատացումը, բայց այնքանով դանդաղ եւ սուր չի զարգանում, որ առայժմ այդ հիվանդները, ոնց ասած, հսկվում են։ Առայժմ արդյունքները շատ գոհացուցիչ են։